Ողջույն, Նալբանդյան փողոցի վրա ենք, այս աչի վրա տկանի խանութի շենքն է, առաջվա տկանի, հիմա ես տեկվեմ Թումանյան, ինձ ներքևն էր պետք կանգնել Սախարովի հրապարակի վրա, բայց ոչ մի տեղ չգտա, պտտվեցի, բարձացա, հիմա Թումանյանով են գնում, այստեղ աչից փուրտուլի բուտկեներ, ես ուղղակի սոսկալի է դարել կենտրոնում կանգնելը, հիմա տենանք ինչ կարամ գտնեմ, գոնե մի քիչ մոտիկ իմ ուզած տեղին, ամսի 26-ն է փետրվարի, 9 աստիճան է, 410 արդեն է, ես 6-ին հյուրեր պետք է գան, Անահիտը դրա համար դուրս չեկավ։ Ես հասանք Ալավերդյանի հետ խաչմերուկ, հիմա կոչվում է Հանրապետության փողոց։ Մի հատ էլ տենց իջնեմ, տենամ ինչ կստացվի։ Ասել Հանրապետության փողոցը։ Այնքան դժվար է դառել մի բան պլանավորել։ Հանրապետության վրա եմ, ես խաչմերուկն է տպագրիչներ փողոցի հետ։ Տպագրիչներն էլ երկու շարք են կանգնած ամեն կողմից։ Այս Վարդանանց փողոցը կտրեցի։ Այստեղ էլ վերնիսաժն է, այստեղ էլ անհույս երևի։ Տենանք լավ ինչ կլինի։ Եկեք մի հատ Արամի թեքվեմ։ Անհույս գնում եմ, կարող է էլի մեկը հանկարծակի դուրս գա, ահա, հենց ասեցի դուրս եկավ, հենց դուրս եկավ կարծում եմ, որտև տեղ չարեց, չէ, ահա, սենց տեղ կանգնեցի, ստեղ հիշում եք մանկական հրապարակ են սարքել, ահագին ռեկլամա արեցին, գովազդեցին քաղաքապետարանը, այս շուտ էր, բայց մենք նկարեցինք Անահիտի հետ, այս բուլվարն է, այն մեկը ազգային պատկերասրահի շենքն է, այստեղ էլ նախարարների շենքը կոչվում, մի շարք նախարարություններ են, այնտեղ են քանդակը մանրամասն նկարեցինք, հիշում եք, անվախ աղջիկը, որը պարզվեց արդեն հիմա լավ չեմ հիշում, ոնց որ թե Ամերիկայում է, օրիգինալը, որից արած է, աղջիկը ասենց կանգնած, իսկ առջևում իրար գալիս է ցուլ, ցուլ է գալի, աղջիկը տենց կանգնած է, ստեղ մենակ աղջիկն է, ցուլը չկա, ես այն ժամանակ մտա մանրամասն նայեցի, ինչ են որոշ էստեղ դնեն դժվար է ասել, այս անայեք գրած է, ամիրոպես տեղ հայերն է, կառավարական շենք համար 3, մի վաղստեղ մի 3 հատ նախարարություն էր, հիմա չգիտեմ, ինչ է նշանակում կառավարական շենք, այս էլ էտ աղջիկը, այս անայեք գրած է, անվախ աղջիկը, այսենց աղջիկը, անվախ, լավ, են ժամանակ որ նկարում է, շատ վարկացներ ասեցի, ինչ կարա նշանակի, ինչի է, հիմա էլ չեմ կրկնվի, հիմա ես ուզում եմ մի հատ
չգիտեմ մնացել է մի բան թե չէ, ստեղ կար փողոց կոչվում էր Մարատի փողոց։ Այդ փողոցն եմ ուզում գտնեմ։ Այնտեղ իմ կյանքի ամենամտերիմ ընկերն էր։ Հետո իրանք տուն ստացան բոքսի հայաթում։ Բայց այդտեղ էին ապրում Մարատի վրա, բակ էր, փոքր տներ էին, մի հարգանի, իրար շատ մոտիկ հարևանություն էր։ Իմ հետ տանը։ Ես 5-րդ դասարանից մինչև 8-րդ գրեթե ամեն օր գնում էի այդ բակը, բայց հիմա չեմ կարում պատկերացնեմ ինչ ա եղել այդտեղ, ուր ա կորել այդ նախ Մարատի փողոցը, հետո էլ բակը։ Դե մեծ շինարարություններ ա կատարվել այն վաղտվանից հետո նախ այս շենքը, որ գրած էր կառավարության շենք, դե այս այդ նույն շենքն ա։ Ստեղս գրադարանում եղել ենք, հիշում եք, մտանք ներսը նայեցինք։ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան։ Կողմից եկա, այն կողմերը մի տեղ է այդ Մարատի փողոցը, այն վաղտ տեղ էր ամեն դեպս։ Լավ, եկեք ես վերևով գնանք մի հատ։ Այնտեղ Արամ Մանուկյանի արձանն է։ Հա, իդեպ մերոնցից Նարան Մելքումյան գրել էր, որ կամերան մի քիչ անֆոկուս է նկարում։ Նարա ջան, ես 4 հատ կամերա եմ օգտագործում, որի մասին է խոսքը։ Եթե երեկոյան նկարածինն է, այդ պարզ է, ես մի քիչ արագ եմ շարժվում, ինքը չի կարում նկարի։ Ստեղ հիշում եք սենց ինչ-որ անհայտ փոսափորած, ընդեղ էլ ինչ են նախատեսել, չգիտեմ։ Այս Արամ Մանուկյանի արձանն է։ Եթե այս կամերան է, անֆոկուս, այդ շատ տխուր է։ Եթե են երեկոյան նկարացնա, ես գիտեմ ինչումն է հարցը։ Են հետևի շենքերը հիշում եք։ Բավականին տհաճ բակ էր։ Այդ բակի շենքերն են։ Այս մեկը VTB բանկ էին սարքել, շենքը մեծացրեցին, բայց հիմա ինչ-որ ուրիշ բանկ ա ոնց որ։ Լավ, եկեք գնանք հլեն Պարիսպի մոտ տենանք ինչ կարանք անենք, չմիած սաղ փագ ա ոնց որ։ Այստեղ Հանրապետության հրապարակ մետրոյի ստանցիոնն է։ Մեկ ինձ մեծ շենք է, հենց այսքան էլ են կողմի վրա է, էլի, այն աղջիկը արձանը որ նայեցինք, այս մասի առջևում էր։
այստեղից էր էլի մոտարապես այդ փողոցը դուրս գալի։ Այստեղ անհույս փագ է։ Այս մասը տենում եք սա նոր է կառուցվել, իդեպ Լևոն Վարդանյանն է հեղինակը։ Իսկ ստեղ ընդհանրապես այսենց մի հատ շենք էր։ Հետո այս մասը կպցրեցին, դարավ VTB բանկ, բայց հիմա ուրիշ բան է, ինչա չգիտեմ։ VTB-ն դուրս է եկել։ Կհիշեք երևի ստեղ Մերկուրի արձաններ, Մերկուրիներ, Հերմեսներ ու VTB բանկներ։ Հələ մի անգամ էլ չեմ հիշում, այդ պահը ես նկարեցի, թե չէ։ Ստեղ մի հատ մեքենա կանգնեց, տենց բարձր պաշտոնյա դուրս եկավ, ես նայում էի, հարցրեցի ես ով է ստեղ, ասեց Մերկուրին է, ու ցենց տոպրակով էր էլի, ես էլ կատակով ասեցի, ռուսերեն էինք խոսում, ասեցի լավ բանկի նշանա չէ, մեշոկով փողերը ու թռնում է, ծիծաղած գնաց։ Այս շենքում ինչ էր, ես չեմ հիշում։ Բայց մի րոպե ժողովուրդ, Մարատի փողոցը այս շենքի բակում է փաստորեն։ Մեկ էլ այս մի շենքն էր, սա այն վաղտ կոչվում էր Министерство хлебозаготовок, տենց էր կոչվում։ Այսինքն հացա, չգիտեմ, զագատովկա չգիտեմ ոնց է, դրա նախարարություն էր, պաշարում էլի երևի։ Այս շենքը այն կողմից հետո ցույց կտամ, ինքը հազարանոցի վրա է այս շենքը նկարած ու Չարենցը, հիմա արդեն հին է այդ հազարանոցը, կամաց հանում են օգտագործումից։ Սա էլ էր բանկ։ Բայց հետաքրքիր է, այս բանկերում մենք գործ ենք արել, ընդ որում Աշոտի հետ, մի անգամ չենք մտածել այդ բակը տենանք։ Ամիո բանկ։ Այս Ամիո բանկում էլ ենք գործ արել։ Այս Մարատի փողոցը անհետք կորել է, տենց ելնում է։ Ես հետեկա այդ նախկին VTB շենքի մոտ, հələ փորձեմ ներս մտնեմ մի հատ հարցնեմ, բակ ունեն իրենք, դուրս գանք բակը, բայց անջատեմ երևի կամերան։ Այստեղ էր Հերմեսը կանգնած։ Սա գրած է մուտքը բանկ 25 մետր, այսինքն միացել են այն բանկին, Ամիո բանկին։ Դա բոլոր դեպքերում այստեղ մտնեմ հələ։ Չէ, չեղավ, այնտեղ խուլ բակ է, ոչ միտեղ չի դուրս գալի բակը։ Ես էլ գեիշեք մի վաղտ
քաղաքով մեկ հայտնի գինետունն էր։ Սենց տխուր տեսք ունի հիմա։ Ինչ-որ ինքնուս ներկել են։ Այս գինետունը աշխատում, հա? Չէ։ Իսկ ներսը պահպանվել է այդ տուֆը բանը։ Հա? Պլաններ չունեք ինչ ալնելու։ Առայժմ փակ է։ Փակեց գնաց։ Մի հոգի էր։ Դա ֆիլմերել էին, չէ՞, այդ գինետանկային։ Ռուզիկն է խաղում էր, բայց ինչ կինո էր չեմ հիշում։ Այս պաժարնիկներն է սենց անորոշ կանգնած է շենքը, ում է սպասում, ինչին է սպասում, չգիտեմ։ Այդ բանկի ժողովրդին չէր մի հատ բան ասեցին, չհասկացա, ցրեցին ուղղակի, թե լուրջ ասեցին։ Ասեցին սենց որ գնաք այն կողմից այդ բակերը կարակ մտնեք։ Պիս վախենում եմ, որ ցրեցին։ Լավ, գնանք ես մի հատ այս շենքը ցույց տամ ընդերից։ Նալբանդյանը անցնենք։ Հա, այստեղ լուսավոր չկա, հա։ Հա, սպորտ խանութը գրախանութ է դառել։ Այս մասը։ Իսկ այն մասը պինպոնգի գնդակները ստեղից էին գալի առնում։ Այս ինչ են արել, երկու հարկ բան, հա։ Այս կողմը Enjoy կաբարը։ Որտեղից են մտնում այդ կայֆ տեղը։ Ստեղ ինչ է։ Avenue Apart։ Սպորտ խանութը մասնատել են 3 մասի, հա։ Այս երկուսը ինչ որ մութային չէ, չեմ հասկանում։ Մազգենը քֆրտել է, թե բան ասեմ։ Մազգենը քֆրտել է։ Այն ամի է գրած վերևը։ Այսինչ շենքը։ Հազարանոցի վրայի։ Դե լավ, մի հատ դրանց ասածով հələ գնամ ամենայն դեպս։ Ասում եմ, նախկին կոշիկի տունը անցնում եմ, ոչ մեկը չգիտեր կոշիկի տունը որն է։ Այս Երևանից գնալու վախտը եկել է ոնց էր։ Արդեն քչերն են հասկանում ինչ եմ խոսում։ Ոչ թե չէին, այդպես բան չալի։ Հա, այս էլ այդ բանկն է, փաստորեն։ Անգերես հեսա կզաղան։ Մարատի փողոցը աշկիս անհույսը։ Իդրամ է, ստեղ է։ Ստեղ ինչ-որ լուրջ ռեստորան էր մեծ։ Ինքան արագ են փոխվում։ Ես ինչ է։ Հայ էկոնոմ բանկ։ Ընդեղ է Սախարովը գրած, հա, հասկացա։ Սախարով մասնաճյուղն է։ Հայ էկոնոմ բանկի։ Հայ էկոնոմ բանկը, հա, Սուպյասյանինցն է։ Որ դեպուտատ է։ Այսինքն ժողովուրդը որ ասում է գրզո էլի։ Այն վերևը, այդ չգիտեմ, սենց ճարտարապետը նախատեսել էր, թե ժողովուրդն է սենց լրիվ այդ պաչկամբրեր սարքել, որտև այն մի շենքը
Այ էս վերևը, այ էս։ Սա հաստատ նախատեսած է, շատ լավ տերասա էր։ Ստեղ նկարիչ էր մի հատ։ Չեմ հիշում ով էր։ Իր արվեստանոցներ եղել եմ արվեստանոցում, բայց ամենաչնություն։ Այսինքն ես ում որ հիշում եմ, ասեցի ինձ, հետո գրեցին, որ չէ, սխալվում ես, Իրանը չէր, էլ ումներ։ Հիմա տնանք ստեղ որտեղից կարելի է բակ մտնել վերջապես։ Այս ատամնաբուժարան, այս ինչ-որ դուռ, որը իհարկե, այս երևի ատամնաբուժարանինն է։ Մտաստեղ իրանք էլ չունեն դեպի բակ դուրս տեղ, ստեղ կոշիկի խանութից հետո Եվրոպա սուպերմարկետ եղավ, էդ էլ վերացավ, ես ինչ շքեղ, լուսավոր, լտոցեք ինչ չեր են սարքում։ Իրապես ստեղ չէր էդ վիզաների կենտրոնը, էդ էլ փոխեցին։ Չէ, այն մեկն էր ոնց էր, հա։ Այս մեկը հիշում եք ասել եմ, մեր նախագահան Արմեն Սարգսյան, հա, ոնց էր, անկյուն, Էլտոն Ջոնի հետ եկան նստեցին։ Վիդեոն էլ եմ տեսել, բայց լավ չեմ հիշում, ոնց էր մարդ չկար։ Մենակ իրանք էին։ Այս կին մաքրում ապարզա։ Ես էր, չէ։ Ես վիզաների կենտրոնը սա է։ Այո։ Հա։ Հա, ինչ-որ ձևը փոխել են, չգիտեմ խի, էլ դեսպանատուն չես գնում։ Ես էլ սեն շենք։ Դե պետք է մտնենք այս բակը, ինչ արած, ուրիշ մոտիկ տեղից չկար մտնելու, բեգեմոտիկ, բեգեմոտ, ի կոմպանի, հա, ցանցա խաղալիքների գրացա, Ես էլ տպարաններ, կարծեմ առաջի տպարան, չէ, շենքը բարձացրել են, ես երևի հարկը, սրա մասին խոսացել ենք, ընդեղ մեջտեղը հյուրանոց դրեցին, անի հյուրանոցի շարունակությունն է, աղբերն է, մի խոսքով, վատ չի արած, որ բարձր շենքը հետ է դրացել է, այս բակն է, մտնենք հլը, ստեղ իչում եք եկանք լամաջուկ երանք մի հատ լավ տղա էր, սպորտսմեն, իր հայրն էր դրել այդ գործը, ես երևի իրանց ռեկլաման է, բայց ոչ անուն է գրած, ոչ բան, ուղղակի ախորժակ են բացում, հետո արդեն Հա չէ, սրանցն է, ես ուրիշ բան է, նոմադ, չէ, նա ներսն էր, ահա, ստեղել են շլամբավոդերը, նա հեն է, մեր տունը, համար դե տղեն կարող է հիշի, Մարատի փողոցը որտեղ էր, Center Hostel,
Սենտեր ինչ է նշանակում, լավ է, թե ես ինչ տրիվիալ տեղ եկա, հələ մի րոպե։ Չէ, եկեք հələ չխորանամ, մի հատ ավելի ճիշտ է այդ տղային հարցնեմ, ինքը որ ստեղ է ապրի ամբողջ կյանքը, հաստատ կիմանա այդ Մարատի փողոցը։ Այդ ընկերոջս տուն շատ հաճախ երաժշտություն պարապելուց հետո են Սպինձյարյանի դպրոցում իրանց տան մոտով մտնում է իրանց տուն։ Այդ ժամերին ինքը մենակ էր ելնում տանը, մի անգամ մտա տենամ սափրվում է, դե 13-14 տարեկան էինք, շատ զարմացա, ասեցի ոնց Աշոտ, բա ձերոնք, չգիտեմ խի ծնողները շատ փիչ ջղայնանում էին, երբ որ խոսում էինք սափրվելու մասին, ասում էին ոչ մի դեպքում, ասի բա ձերոնք չեն ջղայնանա, ասում այ մարդ երկու անգամ թրաշվել են, ոչ մեկը չի նկատի։ Դե ասի տուր ես էլ թրաշ, եկալա ես էլ թրաշվեցի, ես ամեր տունը մի հատ մտնենք, մի րոպե անջատեմ, մի հատ հիշացնեմ ես տեղը, սենց ույուտնվի տեղ էր, տերը ասեց տանն է, հեսա կիչն է, շատ սպասեցի, Լևոնը չեր իջնում, անընդհատ, այդ հաճախորդներն էլ ընդեղ նստած սպասում էին իրան, մեկ էլ հանկարծ հիշեցի, որ հեռախոսը ունեմ, զանգ տվեցի, շատ ջերմ զրույց էր, դե լավ տղա է շատ, ասեց Արմեն ջան, Մարատի փողոցի իզ ու թոզը չի մնացը, ուրեմն նախ այդ մետրոն սարքեցին, քանդեցին, Մարատի փողոցի սաղ բակեր, մակեր ամեն ինչը, երկրորդն էլ նախարարությունների շենք, ինքն էլ տենց ասեց, նախարարությունների շենքն էլ սարքեցին, վերջնական վերացավ այդ փողոցը, դա, մի խոսքով վերացավ, վերացած բան է իմ անգալի, ես էլ այդ բանկի երևի բաներն են, դե բանկերը սիրում են մեծանալ, իրանց հետ պետք է, ես է իրանց բակը բանկի, ճաղերով սաղ պագած է, դուզ գա ինչ պետք է հասկանայի, հա Լևոնը լավ լուծում էր, որ շուտ հիշեի, զանգ կտա ես կանել, չէի տանջվի, դե լավ, դուրս գանք, ուր դուրս գանք, Ալավերջան, էլի փաստորեն, Հանրապետության փողոց, ես այդ նորակառույց շենքներ, դա, ասենց, անկապ բակ, ոնց որ միշտ, որ բան չես հասկանում, ես էլ տպարան է շենքը, իսկ ընդեղ էլ այդ մեր տունն էր, տեսակ վառարանով, բանով, ույուտնվի տեղը, համով լամաջրով, տեսեք ում հանդիպեցինք, կհիշեք, Սիրուն բոմս, գիթարը չկա չեն ճանանչի քեզ, ոնց չկա, ես կողմերն ես ապրում Արմանը, հա կենտրոն եմ միշտ ապրում, հա, ոնց է գործերը, կասու չեմ բողոքում, լավ է, ոչ ես ամուսնացել, դեր չէ, չես ամուսնացել, շտեղ հաց ես ուտում, էստեղը, չէ, լերված է տրամադրվում եմ,
Հա, ուղղակի նստել ես, մի հատ բան ես վերցրել։ Հա, հենա կիթառը, այ մարդ։ Հա։ Դե մի հատ մերոնց համար երգի։ Էսպայն չէ։ Դե գնացի։ Դու նայեցիր առաջին սիրո երգը կինոն։ Քեզ են անգամ որ ասեցի։ Ես վաղուց չեմ սիրում կինոն։ Չէ, առաջին սիրո երգը խփի։ Խփում ես արդեն։ Գնացի Արման ջան, լավ ելնի գործերդ։ Ստեսն։ Իսկ որ մասերում ես երգում։ Հիմա Կենտրոն հիմնական։ մեծ մասը, որտեվ Հյուսիսայինով անցել եմ, չեմ հանդիպել քեզ։ Բա որտեղ։ Բա որ մասում ես։ Բա որ մասերում ես։ Որտեղ որ ակոստիկան լավ լինի։ Հա, Որ լսեմ ինչ է։ երեք որտեղ ես երգել։ Երեք հրապարակն եմ արել։ Հա, հրապարակում Հանրապետության։ Չէ, գնացինք։ Շատ ուրախ Լավ անաս։ կներես։ Հա։ Ակա։ Սենց Արման։ Ասմա որտեղ հարմար է, որտեղ ակուստիկան, հա։ Մոտարապես ոնց որ մենք նկարում ենք, էլի չգիտենք։ Վաղը որտեղ կնկարենք։ Բայց լավ բան չի արի առաջին սիրո երգը չի նայել։ Ասեցի լավ երգեր են այնտեղ։ Սենց Վարդանանց փողոց իջում եք այնտեղ Սախարովի հրապարակն է, դե այն կողմից եկանք։ Սախարովի հրապարակից այն կողմ այս ուղղությունը կոչվում է Պուշկին, իսկ այս կողմ Վարդանանց։ Էսա Անի Գրանդ հոթել։ Նայում եք ինչ մեծ շենք է, բայց փողոցին նեղություն չի տալի, էլի։ Մի խոսքով կարելի է համարել հաջող օրինակներից մեկը։ Տնասած Grand Hotel-ը այն կողմից դուրս գալու տեղ ունի։ Գնաց մտնենք։ Անեի վրա 4 աստղ էր նկարած ստեղ ոչ բան նկարած չի։ Այո։ Լուրջ ռեսեպշնը, հա։ Են Սայաթնովայի վրայի անին կոչվում էր Անի պլազա։ Ես մեկը Grand Hotel։ Բարմեն էլ չկա, որ հարցնենք։ Ստեղից բակ դուրս գալու տեղ կա։ Հա, սենց ներքև այն կողմ, բայց այնտեղ դուրս է գալի ինչ անել։ Ուզում եմ փողոց դուրս գամ են հանրապետության։ Հա, փողոց գոդե, իստեղ իրանց ավտոբուսներն են ներս գալի, բան մեկ։ Իսկ հետո դուրս գալ չի գնում այդ տարածքից։ Կարող եք, բայց έτσι չի գնում, նույնն է։ Լավ, հետաքրիր էր ուղղակի։ Գնացեք։ Բայց դուրս կգամ, մոտավորապես այն ճարտարապետության թանգարանի մոտ եմ ուզում դուրս գամ։ Հա, այն կողմ սենց էլ կարող գնաք, բայց սենց գնացեք ճարտարապետի։ Այո։
Հա? Դրա համար մի անգամից իմացակ թանգարանը։ Դե գնամ փորձեմ։ Ճիշտ է, հիմա փոխել են ճարտարապետության է կոչվում։ Հա, այն վաղ Թամանյանի է։ Ձեզ լավ օր։ Հա, իհարկե։ Չէ, ես բանում էի, Քարի սիլիկատների ինստիտուտը գիտեք։ Քարի սիլիկատների։ Հա։ Չէ, այն Գառնի խորովածանոց կար է, դրա դիմացներ։ Հիմա չէ, ավանում է այդ ինստիտուտը։ Հետո AISM-ի հետ էինք մենք, AISM-ը դե գիտեք երևի, չէ։ Հա։ Ստեսին ձեզ։ Եղավ։ Հա, դուս կգամ։ Ստեսին։ Ահա։ Շանս մի տեղ դուս եկանք։ Թե ինչի էի անպայման ուզում ստեղից դուս գայ, լավ չհասկացա, բայց դե հետաքրքիր է էլի, չէ, հետևից ստենալ։ Ես են խանութներ, որ կային շենքն է, հա, են դարպասից պետք է դուրս գամ, հա։ Մի հատ էլ ես շենքը ես կողմից նայենք, ես մեկը չէ իհարկե, ես հյուրանոցի շենքը քամի սկսվեց, ես հայ նայում եք ինչ աղբամաններ են, ես ոնց որ նու բարաշենում էլ ենք, տենում եք բոլորը փագած, այս ընց է, մակարդակը երևաց, հա, սենց շենքը, են էլ են բակի մեջի նորակառույցն է, և այլն, ես էլ նախարարների։ Հա, ես կափարիչների համար է երևի ուզում դուրս գայի, հա, որ տեն տենում եք, չէ, փակ աղբաման ենք տենում, ուրախանում ենք։ Այն շենքի վերևին աստրոկ են, երևի մենակ ստեղից է երևում։ Հանրապետության փողոցից դժվար երևա։ Ինչ լավ ավտոկայանա տեղի ունեն, ստեղ մի հատ ծանոթ է պետք գտնել անպայման։ Հա, դե դուք չիմացաք ինչքան ես տանջվեցի մինչև այդ տեղը գտա։ Լավ, կարանք ոչ մեկին չկանչենք, էլի կսխմենք կբացվի, չէ, երևի։ Չէ, սխմեցինք չբացվեց։ Այսօր ստե է փակ։ Չէ, ոչ մեկը չեկավ։ Են կնոպկան սխմեցի էլ, մեջը խոսացի, բանի տեղ չդրին։ Չգիտեք, հա են դուր։ Կատող չեմ ուղղակի, ուր եմ եկել, դրա համար չգիտեմ։ Բայց տղաներն ով ստեղ էին, կարող եք ես չգիտեմ։ Ստեղ։ Ենթադրում եմ, հա, փորձենք։ Հա, ես էլի պետք է ստախոր գնանք, հա։ Լավ գնա, լիֆտով բարձանանք։ Եկանգը թակարդը։ Ես ինչ տեղա։ Ես որ բերեցին ինձ։ Ասենք պրեզենտացիա էր ստեղ։ Փողոց ոնց դուրս գամ։ Փողոց։ Փողոց։ Ուրեմն այս բարձրանում եք լիֆտով լոբի, վերևի հարկը։ Ունդեից դուրս եկալ, էսի պատվանային է, էլի։ Երբ են իրանք մինչև աշխատում։ Կարժա։ Հա, դե հայքին պլականներով իչա, չէ։ Աստիճաններով։ Ասա տենց էլ անում է, էլի, աղջկեքին հանդիպեցի։
Ես չեք անայ մարդուց։ Այս լեյա գրած լոբիում եմ։ Էլը բանն է, էլի ընդունարանն է։ Էլը լոբին էր ասեցին։ Մենք հիմա լոբիում էինք։ Դուք հիմա սախմեցիք։ Հա, լավ գնանք Երևա որն։ Էլ կամ է, ես ենթադրում եմ։ Ես էլը գիտեմ որ բանն է, ընդունարանն է, reception։ Հա։ Փորձենք։ Ահա։ Ճիշտ է ասում եմ։ Հա, լավ է։ Էսա reception-ը է խփեցիք, չէ՞։ Էլ, են իշնելու է։ Հա։ Էլը Հասկացա։ reception-ն է։ Բարզա։ Լավ ստե։ Ասած գեղեցիկ reception-ը։ Լավ մի հատ էլ տենանք, որ ընկել ենք։ Էլի չգնամ, Քարկոպն գնամ։ Beauty salon։ Եվ այլն, լավ։ Պրինցիպի ահագին մեծ հյուրանոց պետք է որելնի, չէ՞։ Հա, այս իհարկե բնական չէ, չէ՞, ասենց վարդ չի կարող լինի։ Լավ։ Ֆոկուսներս չանցան։ Զատո աղբաման տեսանք, չէ՞։ Ինչ էր։ Հա, սենց գալիս են, հա։ Տենում եք ինչ լավ են իրանց նայում։ Հարմար է, էլի, չամադանով մոտիկ։ Հա, անդեղից մտնում են։ Իհարկե, եթե շլամբավոյը բաց են։ Ահա, աղջիկների գործը կպավ։ Всё, գնամ հանրապետության, իջնեմ մեքենայիս մոտ и домой։ Ասեմ, որ ես կաուչուկի շենքներ, ես էլ դոդո պիցաներ, հեսա տպարանը, Ես վերնակառույցները ստեղից լավ էլ երևում են։ Ես մտածեցի փողոցից չի երևա, բայց երևում է։ Այս շենքի հետևն էինք մենք փաստորեն։ Անի Grand Hotel։ Ստեղից էլ դուրս գալու տեղ կար, հա, փաստորեն։ Այս հավերժ Փառք հայրենական մեծ պատերազմում զոհված մեր անմոռաց բանվորներին, այո, 67 թվին են դրել։ Խոսքը 41-ից 45 տարվա պատերազմի։ Անի Grand Hotel։
Հա, վերջը տենց սափրվեցի, Աշոտի խելքին ընկա։ Գնացի տուն, իրոք ոչ մեկը չնկատեց։ Մենք էլ գիտեինք կարգին բեղեր ունենք։ Էսա, ստեղից չկարացա դուրս գամ։ Այս խանութերն էլ սկսեցին ինչ-որ վրա փոխվել։ Վերջի անգամ որ տեսանք Ուրարտու էր ոնց որ։ Հա, նման է։ Այո։ Ուրարտու։ Դա մի րոպե, այստեղ մի անգամ հետաքրքիր զաժիգալկա առա։ Քամուց չէր վախենում։ Տնոմում են ալի։ Ուր է սրանց կասան։ Հա, էսա։ Ձեզ մոտ զաժիգալկա կար, որ քամուց չէր վախենում։ Ունեք էդ։ Սենց սպիրալ էր մեջը։ Չունեք։ Հաստատ։ Շնորհակալություն։ Չունեն։ Այդ Ուրարտուից է իմ անգամ առը։ Հարմար է, էլ ոչ մի քամուց չի վախենում։ Էլ ոչ մի ծակեր չեմ մտնի, չհամոզեք։ Են մեկը Ուրարտու էր փաստորեն, ես մեկ ինչա։ Հա, ես էլ Carrefour։ Վերջ կտան իրանց։ Դա չէ basic house։ Էլ վերնիսաժին ոչ մի ժամանակ։ 6:25-ը պակաս, ես իհարկե 6-ին տուն չեմ հասնի։ Ես երևանյան խցանումներով։ Են էլ Արամի փողոց։ Ես էլ Արամի փողոց։ Ես էլ Թամանյանը, ես էլ այդ թանգարանը, որի մասին են ճարտարապետ կնոջ հետ զրուցում էինք։ Բայց ճարտարապետ Քարե ինստիտուտը չգիտեր։ Ստեղ ռուսերեն գրած է Մուզեյ արխիտեկտուրի Ալեքսանդր Թամանյանը, բայց ես ինչքան գիտեմ փոխել են։ Թամանյանինը չի ելնդ։ Մի վաղտ մենակ Թամանյանի գործերն էին։ Ստեղ էլ ագրած ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարան, այո։ Բայց ստեղ արդեն նայեք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային Թանգարան ինստիտուտ։ Հենց որ փոխել են։ Այն վաղտ ես որ մտել էի, մենակ Թամանյանի գործերն էին։ Այս էլ այդ մանկական ստեղից արդեն սկսում է, հա։ Դե ինչ անեն խեղճ երեխեքը։ Այս սաղ շենքերում ոչ մի բակ չկա։ Էլի լավ ասենց մի բան ունեցան։ Այդ սաղ ռուսերեն են խոսում։
Լավ է, չէ՞։ Գեղեցիկ։ Սա մի վաղ կոչվում էր գլխավոր պողոտա։ Հետո Փիս քանդու քարափ էր եղել։ Այս շենքերը որ սարքեցին, վերանորոգեցին ստեղ։ Ու մի րոպե հայր, սա կոչվում է խաչքարների պուրակ, այո։ Բոլոր մեր խաչքարները, որոնք մեծ մասը որոնք չկան ջուգայից, հիշում եմ շատ էին այս երանելության մեջ է գնացինք Արամի փողոցով հետո կմտնենք Նալբանդյան ու ինչ նկատեցիք վերջում կասեմ հենց Սախարևի հրապարակն էլ անցնենք 15-ը պակաս մեր հյուրերն էլ սովորություն ունեն ասած ժամից շուտ են գալի Էլ նոմա կես ժամ շուտ նույնիսկ Սերապարակը անցնենք Այս դժվար գործը Այս իչքան մեքենա է աստեղ այ մարդ Չէ, լավ անցանք Պատկերացրեք Այ ստեղ եկան տուն ստացան աշոտենք Մարատի փողոցից հետո Բայց իրենք որ գնացին Մարատը հլը կար ընդեղ Արևաները ընդեղ էին մի քանի անգամ նույնիսկ երկուսով մտել ենք տղաների մոտ Այդտեղի միջալոց ոնց էր են տղայի անունը Սամվել Շատ խելոք տղա էր մեզ համար 4 տարի մեծ էր Պատկերացնում եք, կարում էր ռադիո հավաքեր Մի օր էլ մեզ ասեց ինչ ձետարներ առնենք, գնացինք, գրել էինք Տրանզիստոր, դիոդ, ես իմ ինչ ինչ-որ անծանոթ խոսքեր էին է վաղթ Գնացինք առանք եկանք Իմ համար էլ, Աշոտի համար էլ Օգնեց մի հատ ռադիո հավաքեցինք Սենց որ ձեն հանեց հավատարներս չեր գալի Իրիկունը քնելուց դնում էի ականջից լսում էի ռադիոն Այդ ես ռադիոյով քնում էի հիմա երեխեքին ասում եմ մի քիչ այդ հեռախոսի մեջ եղեք Պատկերացնում եք չէ հեռախոսը ինչքան ավելի հնարավորությունները մեծ են Ալբանձանով գնում ու գնում ենք, հա? Ստեղ հիմա Մոսկովյանը միակողմանի է, հենց որ ոչ մեկը չի թեքվում Մոսկովյան Միայն ուղիղ Իսկ Իսահակյան կարելի է թեքվել, տենց էլ կանենք Տենց հարմարը Հա, իսկ աչի վրա խանջան փողոցն է, կարծում եմ իմացաք Այստեղ աչի վրա Նալբանդյանի արձաններ Այս էլ Իսահակյանը Մոտավորապես երեկվա ժամն է 6-10 պակաս, բայց ուսանողների ամբողջ նիխտ չկան Երևի իսկապես 6-ին է ավարտվում, հա Մերոնցից որտև գրել էին, որ
տնտեսական ֆակուլտետից էին, չէ։ Այսինքն այն Զովետի տեղը էլի, Զովետի շենքը հիշում եք երևի։ Ես արդեն ոչ մի բանի վրա վստահ չեմ, որ հիշում եք, որտեղ այդ բանկում ինձ զարմացրեցին, ոչ մեկը ոչ մի բան չգիտեր։ Էլ Մարատի փողոցը չեմ ասում։ Կոշիկի տունը չգիտեին, Կաուչուկի շենքը չգիտեին։ Վերնիսաժը գիտեին։ Լավ, ստեղ վերցնենք Աբովյան։ Այս խեղճ ոստիկնան անընդհատ կանգնացա, որ հետիոտներին չխփեն։ Ու վերջ հայր։ Եկեք Գորյուն հասնենք, ես ձեզ կասեմ։ Գորյունն էլ կտրենք։ Դե, հարգարժան տիկնայք և պարոնայք, լավ մնաք, միշտ առողջ լինեք և մնաք խաղաղությամբ, գտեք ձեր սրտերում խաղաղության առանցքը, ինքը միշտ կա։ Ես կասեի խաղաղության և սիրո առանցքը։ Ձգողական ուժը սերը, չէ՞ երևի։ Տեսակը էլ ինչ-որ սիրո։ Լավ հայր, անջատեմ, թե չէ երկար Այսինքն անջատեմ ինձ համար հանգիստ մտածեմ։ Տեսություն։ Հավատալու բան չի, բայց ժամը 6-ին հասել Վովյան, պատկերացնում եք։ Ինչ հաջող էր։